Ինչ եք կարծում, ո՞րն է Փաշինյանի իրական նպատակը կաթողիկոսի դեմ սկսած այս պայքարում։ Որ վերացնի մեզ որպես ազգ, այսքան բան։ Իրական նպատակը իրեն ցույց տալը։ Այսինքն նախ ուզում է առաջինը լինել, քանի որ այդությամբ ինքը վախկոտ է։ Հետևաբար ինքը ընտրում է վատագույն միջոցները, վատագույն ձևերը, որպեսզի երկիրը ստորացնի, մեզ ստորացնի։ Ուրիշ ոչինչ ասել չեմ կարող, ես ոչինչ լավ չեմ սպասում, քիչ առաջ ես հաղորդում էի նայում, որտեղ սպառնում է Ռուսաստանը, սպառնում է Ադրբեջանը, իսկ մենք Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս, մենք չէ իհարկե, դա հասկանալի է ով, հնարավորություն ենք տալիս շարունակելու զինվել, որպես հետագայում վերացնի ընդհանրապես Հայաստանը, ուրիշ ինչ կարող եմ ասել։ Կաթողիկոսի կողմից չեմ, բայց Նիկոլ Փաշինյանը շատ սխալ բան է։ Մեն տարբերակն է, որ Հայաստանը ուզում է վերացնել է հայկական բաները ուզում է վերացնել։ Մի հատ հավատք մնացել է տելա ուզում է վերացնել։ Ինչ եք մտածում, ո՞րն է Փաշինյանի իրական նպատակը կաթողիկոսի դեմ սկսած պայքարում։ Վայ, մի հատ տվեք դրա անունը ինչ կլինի։ Մի քիչ հանդուրժեն իրանք մեկ-մեկու։ Այդպես բան չկա, սեր չկա, հանդուրժողականություն չկա, ներել չկա, այս ազգի մեջ անդադ բողոքում են, ոչ մի բանի մեջ լավ բան չեն տեսնում։ Ասում ամեն վատ բանի մեջ դու փնտրում ես ինչ-որ լավը, որ լավատես լինես, չէ, անընդհատ իրար դեմ կռիվ պայքար ա գնում։ Մտածում եմ, որ այս ամբողջ թատրոնը պետք չի։ Հարկավոր էր թաքուն անել։ Եթե վստահ եք, որ դա այդպես է։ Քան բա։ Պետք չի թատրոն։ Մեր ուշադրությունը շեղել ուրիշ տեղ։ Ես մի բան եմ հասկանում, որ Աստված է իրեն հուշում։ Ինքը իր ախելքով չի անում։ Հիսուս Քրիստոսը ինչ ասում է, ինքն էդ էլ անում է։ Եկեղեցին մնում է մեր սրբությունը, եղել եւ մնում է։ Փաշինյանի ամբողջ նպատակը եւ բոլորի մեծամասնության նպատակը եկեղեցին պաղծողներին վտարել։ Միայն դա, ուրիշ ոչ բան։ Գիտեք ինչ, շատ դժվար է ասելը, բայց լսելով, տեսելով ամեն ինչը, ինքը փաստեր ունի, դեռ կարամ ասեմ ավելի շատ ունի, քան ինքը հանրայնում ներկայացնում է։ Նենց որ առանց փաստի չեմ կարծում էլի։ Ըստ ես ո՞րն է Փաշինյանի իրական նպատակը կաթողիկոսի դեմ սկսած այս պայքարում։ Չգիտեմ, իրան շատ դժվար է հասկանալ։ Չասեմ, ուրեմն գտել են, որ ինչ-որ բաներ կա, դրա համար էլ պայքարում են։ Ոչ եկեղեցու դեմ, այլ հենց կաթողիկոսի։